Ձերբակալվածներից մի քանիսը գտնվում են Դիղոմի և Զահեսի ժամանակավոր կալանավայրում։ Նրանք սպասում են մեղադրանքի պաշտոնական ներկայացմանը և մեղադրանքի առաջադրման գործընթացին։ Փաստաբանները այցելել են վերջիններիս։ Նրանց շահերի պաշտպանը պնդում է, որ իրենց հաճախորդները չեն ընդունում իրենց մեղքը։ Ձերբակալվածությունների կապակցությամբ դատախազությունը տարածում է հայտարարություն։ 2 օր է, ինչ մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվում է տարբեր տեղեկություններ ձերբակալվածներից մի քանիսի մասին, որ նրանք կամ անչափահաս են, կամ էլ ծանր հիվանդություններ ունեն, և որ մեղադրական կողմը իբր նույնիսկ ուշադրություն չի դարձնում այս հանգամանքին։ Նմանատիպ տեղեկություններ տարածվում են որպես արշավ, օրինակ Ալեքսանդրե Գոգոլաձեի, Գյորգի Չախունաշվիլիի մասին, որ նրանք անչափահաս են։ Այս ֆոնին որքան էլ պարադոքսալ լինի, պաշտպանության կողմը չի ներկայացրել ոչ մի փաստաթուղթ, որը կհաստատեր նշված ծանր հիվանդությունների մասին տեղեկատվությունը։ Դատախազությունը կոչ է անում պաշտպանության կողմին տեղեկատվության տարածման արշավին մասնակցելու փոխարեն առնվազն միաժամանակ ներկայացնել տարածված տեղեկությունը հաստատող փաստաթղթեր, որոնք թույլ կտան մեզ դատել այս կամ այս տեսակի խափանման միջոց կիրառելու նպատակահարմարության մասին։ Կենտրոնական քրեական ոստիկանությունում Բաչո Ախալայյան հոկտեմբերի 4-ը համեմատել է ապրիլի 9-ի հետ։ Նրան կանչել են բաժին վկայի հարցաքննության և ձայնային նմուշ վերցնելու համար։ Հետաքննությունը ընթանում է հոկտեմբերի 4-ի իրադարձությունների կապակցությամբ հրապարակված աուդիոձայնագրության հիման վրա։ Հոկտեմբերի 4-ին ձերբակալված 7 անձանց դատավարությունը ընթացքի մեջ է։ Նրանք քննարկում են նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։ Մամուկա Լաբուչիձեն, Կոնստանտինե Կոկայան, Վլադիմիր Կվերելեսյանին, Նիկա Գվեցենաձեն, Գուրիել Քարդավան, Զուրա Ճավճավաձեն և Կոբա Էպիտաշվիլին մեղադրվում են խմբով ռազմական և հատուկ նշանակության օբյեկտ գրավելու փորձի և խմբային բռնությանը մասնակցելու մեջ։ Դատավարությունը պահանջում է ազատազրկում, իսկ փաստաբանները նրանց ազատ արձակել առանց մեղադրանքի կամ գրավի դիմաց։ Շալվա Պապուաշվիլին հոկտեմբերի 4-ի դեպքերի պատասխանատու է համարում ինչպես արտաքին գործիչներին, այնպես էլ քաղաքական գործիչներին ու հանրահավաքի մասնակիցներին։ Նրա խոսքով, եթե չլիներ դրսից ուղղորդող, աջակցող, ֆինանսավորող և կազմակերպող, ապա չէր լինի հոկտեմբերի 4-ի բռնությունն ու նախագահական պալատի վրա ներխուժումը։ Շալվա Պապուաշվիլին նաև ուշադրության է հրավիրել արևմտյան գործընկերների կողմից հոկտեմբերի 4-ի դեպքերի վերաբերյալ արած հայտարարությունների վրա։ Նրա խոսքով բռնությունը չի դատապարտվում, այս պահին արվող մեկնաբանությունները վրաց ժողովրդի ու նրա կառավարության վրա բանավոր հարձակման օրինակ են, որ պետք է դադարեցվի։ Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը առաջին ընթերցմամբ աջակցել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրինագծին։ Փոփոխությունների քննարկումը լիագումար նիստի ձևաչափով նախատեսվում է շարունակվել հաջորդ շաբաթ։ Նախաձեռնության համաձայն դատարանի կողմից կոռուպցիայի մեջ մեղավոր ճանաչված պետական ծառայողները և քաղաքական պաշտոնյաները պարտավոր կլինեն լրացնել գույքի հայտարարագիրը 30 տարի ժամկետով։ Քրեակատարողական վարչության նախկին տնօրենին Գյորգի Քեմոկլիձեին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց պաշտոնական լիազորությունների չարաշահման համար։ Նրա մեղադրանքները ներկայացրել են պետական անվտանգության ծառայությունում իր փաստաբանների հետ միասին։ Իրավապաշտպանների խոսքով նա համաձայն չէ մեղադրանքների հետ և չի ընդունում իր մեղքը։ Լրագրողների հարցին, թե ճանաչում է արդյոք Բաչիաշվիլին, փաստաբանները չեն պատասխանել։ Թբիլիսիում լեհ քաղաքացիների նկատմամբ բռնության փաստի վերաբերյալ ընթացիկ հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ևս մեկ անձ, իսկ մինչ այս գործով ձերբակալվել էր 2 հոգի։ Մեղադրյալները փոխադարձ վեճի հիման վրա Թբիլիսիի ռեստորանի մոտակայքում տարբեր տեսակի վնասվածքներ են պատճառել 3 լեհ քաղաքացիների, իսկ ֆիզիկական բախման ժամանակ նրանցից մեկը բութ առարկայով ֆիզիկական հարձակում է գործել նրանց վրա։ Հետաքննությունը ընթանում է քրեական օրենսգրքի 120
26-րդ հոդվածի առաջին մասով։ Այսօրվանից մինչև հոկտեմբերի 13-ը Չինաստանից մայրաքաղաք կայցելեն զբոսաշրջության ոլորտի, թվային լրատվամիջոցների, բլոգերների և զբոսաշրջային ասոցիացիաների անդամներ։ Նրանք իրենց հարթակներում տեղեկատվություն կտարածեն քաղաքի բազմազան զբոսաշրջային ապրանքների, այդ թվում մշակութային զբոսաշրջության, ընտանեկան և սպա-հանգստի, ինչպես նաև ճարտարապետական տեսարժան վայրերի մասին։